Գիշերն Ուկրաինայի մի շարք շրջաններ ենթարկվել են հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածների։ Օդային տագնապյալ տանշաններ են հնչել այդ թվում Լվովում, Կիևում եւ Սումիում։ Լվովում ըստ տեղի իշխանությունների 3 մարդ զոհվել է, 35 մարդ վիրավորվել։ Կրիվոյ Ռոգում վիրավորվել է 5 մարդ, վնասվել է հիվանդանոց։ Իսկ Պոլտավայի կապի ինստիտուտի մասնաշենքերից մեկին սեպտեմբերի 3-ին հասցրած հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի, 271 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր 41 զոհի մասին։ Պոլտավայում երրորդյա սուք է հայտարարվել իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 4 ԱԹՍ Բելգորոդի եւ Կուրսկի մարզերում, նաեւ Սևծովի ջրատարածքի երկնքում։ Երկրում լարված իրավիճակի ֆոնին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել Գերագույն Ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը փոխանցել է, որ խորհրդարանը հայտարարություն է ստացել Կուլեբայի հրաժարականի մասին, օրենսդիրներն այն կքննարկեն։ 3 հրաժարական էին ներկայացրել 2 փոխվարչապետներ եւ եւս 3 նախարարներ։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի կառավարությունում նոր փոփոխություններ են սպասվում։ Երեկոյան իր ուղերձում էլ նշել էր, որ պետական կառույցները պետք է այնպես կազմավորվեն, որ Ուկրաինան կարողանա հասնել լավագույն արդյունքների։ Ռուսաստանը շարունակում է աշխատել G20-ի շրջանակում, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որոշում չի կայացրել։ Բրազիլիայում կայանալիք ԿԿՏ-ժողովին մեկնելու վերաբերյալ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Դեռևս որոշումներ չեն կայացվել, այդ կապակցությամբ մեր շերպան շարունակում է ակտիվորեն աշխատել իր գործընկերների հետ։ Մենք այնտեղ պաշտպանում ենք մեր շահերը, սակայն նախագահը դեռ որոշումներ չի կայացրել, ասել է Պեսկովը։ Բրազիլիան այն երկրներից է, որը վավերացրել է միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, իսկ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի մարտին Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել Ուկրաինայից բնակչության անօրինական արտաքսման հետ կապված ռազմական հանցագործությունների համար։ Բրազիլիայի նախագահը ասել է, որ Պուտինն ինքը պետք է գնահատի իր այցի հետևանքները։ Երրորդ Վրաստանի ընդդիմության մեծ մասը բոյկոտել է սեպտեմբերի 4-ի խորհրդարանի նիստը։ Խորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը հայտարարել է լիագումար նիստերը բոյկոտելու մասին։ Այսօր մեկնարկել է աշնանային նստաշրջանը եւ խորհրդարանի նախագահը խորհրդարանականներին հայտնել է, որ մի քանի նամակ է ստացել բոյկոտի մասին։ Ամենայն հավանականությամբ գործընկերներն ինչ որ համաժողովի են օտարերկրացիների հետ եւ գերադասել են այնտեղ ներկա գտնվել, քան լինել այստեղ եւ ծառայել վրաց ժողովրդին, ասել է խորհրդարանի նախագահը։ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը մեկնաբանել է Անկարայի BRICS-ին անդամակցելու հայտ ներկայացնելու վերաբերյալ լրատվամիջոցների տեղեկատվությունը։ Նա նշել է, որ երկրի կազմակերպությանը միանալու վերաբերյալ քննարկումները շարունակվում են, սակայն առաջընթաց դեռևս չկա։ Ավելի վաղ Bloomberg գործակալությունը վկայակոչելով իր աղբյուրները հայտնել էր, որ Թուրքիան պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին անդամակցելու համար։